Երևի թե հիշում եք ում մասին ենք խոսում, չէ՞։ Մենք խոսում ենք Հակոբի մասին, Լիայի մասին, այո։ Որ ակնկալում էր Ռեբեկային, չէ՞։ Սակայն նրա 7 տարի հետո նրա ինքը իր անկողնում հայտնաբերեց նրան ում չէր սիրում, հա, Լիային, եւ նա խաբված էր։ Եվ խնդրում եմ բացեք Ծննդոց գիրք 29-րդ գլուխ եւ կարդանք ընթերցենք 31-րդ համարից, որտեղ նկարագրված են արդեն Հակոբի զավակների ծնունդը։ Ես ընդամենը կարդալու եմ մինչև 35-րդ համարը, Ծննդոց 29, 31, 35 համարները։ Եվ Տերը տեսավ, որ Լիան չէր սիրվում, նրա արքանդը բացեց, իսկ Ռաքելը ամու էր։ Այստեղ մի պաուզ եմ կանգ առնենք եւ ուզում եմ ձեզ մի բարի լուր ասեմ։ Գրված է, որ Տերը տեսավ, որ Լիան սիրված չէր, որովհետեւ Հակոբը Ռաքելին էր սիրում։ Հակոբի սիրտը վառվում էր սիրով լցված դեպի Ռաքելը, բայց նրա կինը Լիան էր, նաև Ռաքելը, բայց առաջի կինը Լիան էր, բայց անցան տարիներ, 7 տարի նա աշխատում էր, իր կինը Լիան էր, 7 տարի աշխատեց, որպեսզի եւ Ռաքելը իր կինը դառնա, բայց այդ 7 տարի ընթացքում նույնպես նա չսիրեց Լիային։ Եվ գրված է, որ Աստված տեսավ։ Սիրելիներ, ուզում եմ ձեզ հարց տամ։ Կան մարդիկ, որոնք մտածում են, որ իրանք որևէ մեկի կողմից սիրված չեն։ Մտածում են, որ ըստ ամեն ինչի պետք է որ սիրված լինեն, բայց իրականում սիրված չեն։ Դա կարող է լինի կին եւ ամուսին, ամուսիների հարաբերություն, դա կարող լինեն հարազատների, քույրերի, եղբայրների, դա ծնողի եւ զավակների հարաբերություն, շատ հարազատ մարդկանց հարաբերություններ, որտեղ անպայման պետք է սեր լինի։ Բայց չկա այդ սերը, ինչ պատճառներով։ Մեր մոտ գիտեմ, որ բոլորիս մոտ ամեն ինչ լավ է, խոսում եմ նրանց մասին, ովքեր մեզ հետո կդիտեն ինտերնետի միջոցով։ Միգուցե իրանց մեջ կան մարդիկ, ովքեր սիրված չեն։ Պետք է որ լինեն սիրված, բայց սիրված չեն։ Ուզում եմ ձեզ բարի լուր ասեմ, որ մի անհանգստացի, Տերը նայում է, տեսնում է։ Երբ որ իրական անարժանորեն դու սիրված չես, դու կին ես, բայց սիրված չես, Լիայի դեպքում, Լիան կին էր, որ պետք է սիրված լինի, որտեղ Աստվածաշունչն ասում է, ամուսիններ, սիրեք ձեր կանանց։ Լիան կին էր, բայց սիրված չէր։ Ես խնդրում եմ դուք սես նեղ բանով չնայեք, դա վերաբերում է ոչ թե միայն կին, ամուսին, նաև ամուսին եւ կին ամեն հարաբերությունների մեջ։ Քույր եղբայր, եղբայր, քույր եւ քույր, որտեղ որ Աստվածաշունչը հորդորում է սիրել, հարգել, լավ վերաբերմունք ունենալ։ Մի անհանգստացեք, եթե անարդարորեն դու սիրված չես։ Ես կարծում եմ Լիան անարդարորեն սիրված չէր։ Արդար չէր։ Նա մեղավոր չէր, հա? Լավ։ Ամեն դեպքում բարի լուրը նա է, որ մի անհանգստացեք, Աստված նայում է, նա ամեն բան գիտի եւ հոգում է ամեն ինչի համար։
Եվ շարունակում եմ Ծննդոց 29-րդ գլուխ 31-րդ համարից։ Եվ Լիան հղիացավ։ Աստված մխիթարեց նրան։ Նա սիրված չէր, բայց հղիացավ։ Գիտեք, Աննայի Սամուել Մարգարեի մայրը Աննան, նա սիրված էր, բայց չէր հղիանում և տառապում էր, լացում էր։ Նույնիսկ նրա ամուսինն ասում էր, միթե ես 10 զավակից ավելին չեմ։ Գիտեք, կարծես թե սիրված էր, ամեն բան լավ էր, պետք է երջ, բայց երեխա չուներ։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Աստված տեսավ Լիայի տառապանքը և նրան հղիություն տվեց, հնարավորություն տվեց զավակ ունենալու։ Եվ գրված է, որ Լիան հղիացավ և մի որդի ծնեց։ Նրա անունը Ռուբեն դրեց, որովհետև ասաց. Տերը տեսավ իմ տառապանքը։ Ուրեմն հիմա իմ ամուսինը ինձ կսիրե։ Նորից։ Տերը տեսավ իմ տառապանքը, բայց տեսեք նրա նպատակը նույնպես, որպեսզի իր ամուսին իրան սիրի։ Լավ, զավակ տվեցիր, բայց միևնույն է, ես մինչև վերջ երջանիկ չեմ, որովհետև իմ ամուսինս ինձ չի սիրում։ Բայց ահա զավակ ծնեցի, որովհետև Տերը տեսավ իմ տառապանքը և պատասխան տվեց իմ պրոբլեմի մեջ, և հիմա պիտի ինքը ինձ սիրի։ Բայց կարծում եմ, որ չսիրեց, որովհետև հաջորդ համարն ենք կարդում։ Նա դարձյալ հղիացավ, հա? Կարծում եմ, որ հասկանալ է երեխա ծնվելը, նորից հղիանալ, նորից ծնվելի ընթացքը որքան ժամանակ է։ Բավական ժամանակ, որպեսզի հասկանա, Լիան հասկանալ, որ նույնիսկ Տերը եթե նայեց իր տառապանքը տեսավ, իր ամուսինը միևնույնը չսիրեց իրան։ Բավական ժամանակ էր անցել, հա? Եվ նորից գրված է, և դարձյալ հղիացավ ու մի որդի ծնեց և ասեց, նորից, պատկերացրեք ամիսներ անց, դե մինիմում երևի 9 ամիս պիտի անցի, ես կարծում եմ մի քիչ ավելի մի տարի միգուցե անցել է, դա իմ եզրակացությունն է, նա դեռևս հույսը չէր կորցրել, նա դեռևս սպասում էր, որ մի բան պիտի փոխվի։ Եվ դարձյալ հղիացավ և մի որդի ծնեց և ասաց, քանի որ Տերը լսեց, որ ես չեմ սիրվում, դրա համար այս որդին էլ պարգևեց ինձ և նրա անունը Շմավոն դրեց։ Նորից չսիրվեց նա։ Սկզբից գրված է Տերը տեսավ, հետո գրված է Տերը լսեց, բայց միևնույն է չսիրվեց։ Եվ գրված է և նորից հղիացավ։ Կարծեմ պատկերացնում եք, որ մոտորապես 3 տարի անցավ։ Եվ նորից նա հասկացավ, ուզում եմ նորից, որպեսզի պատկերացնեք, 7 տարի նա աշխատեց երկրորդ կնոջ համար, հա? 3 տարի էլ էստեղ անցավ 10 տարի, մոտորապես, մի քիչ մինուս պլյուս դուք գիտեք։ 10 տարվա ընթացքում մեզանից շատերը կդադարեն պայքարելուց։ Շատ բաներից կդադարեք, կհանձնվեք, կասեք էլ չեմ կարող, վсё, բավական է։ Եվ նորից հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. հիմա այս անգամ իմ ամուսինը կմիավորվի ինձ հետ, որովհետև նրա համար 3 որդի ծնեցի, դրա համար նրա անունը Ղևի դրեց։ Երրորդ որդին ա ծնում։ Բայց նորից մոտ 10 տարի անցել, մոտորապես։
Բայց ոչինչ չի փոխվել։ Պատկերացնում եք 10 տարի դու ակնկալում ես, սպասում ես, ամեն օր աղոթում ես, ծոմ ես պահում։ Ամեն անգամ ակնկալելով, որ ահա օրը կգա, ժամը կգա, բայց այդպես է ոչինչ չես ստանում։ Ինչ բարդ իրավիճակ է։ Եվ վերջին համարը նորից ուզում եմ կարդամ, երբ որ 4-րդ անգամ գրված է եւ դարձյալ հղիացավ ու մի որդի ծնեց եւ ասաց. Այս անգամ գոհություն պիտի հայտնեմ Տիրոջը։ Դրա համար նրա անունը Հուդա էր, Հուդա դրեց եւ դադարեց ծնելուց։ Իհարկե, որ հետո դուք կարդաք կտեսնեք, որ նա 6 զավակ ունեցավ եւ մի աղջիկ, դա հետո կկարդաք։ Բայց հետաքրքիր է, որ այստեղ գրված է եւ դադարեց ծնելուց։ Մի բան փոխվեց, արմատային բան փոխվեց իր մոտ, Լիայի մոտ։ Կարծում եմ, որ նկատեցիք։ Ամեն երեխա ունենալով, սկզբից նա ասում է Տերը տեսավ իմ տանջանքը։ Հետո ասում է Տերը լսեց։ Գիտեք, ով է աղոթքների մեջ ասում, Աստծուն ասում, Աստված նայիր, տես իմ վիճակը, լսիր իմ ձայնը, իմ աղաղակը, ով է աղոթում նման աղոթքներով։ Եվ հետո խնդիրն եք առաջ բերում, տես, 3-րդ անգամ նա խնդիրն է առաջ բերում, ասում է, այ հիմա իմ ամուսինը ինձ հետ կմիաբանվի, մեկ կլնի։ Մենք շատ ենք աղոթում։ Բայց Աստված ուզում է ֆոկուսները փոխի մեր։ Երբ որ 4-րդ անգամ նա հղիացավ, նա կարծես թե հոգնել էր արդեն Աստծուց խնդրելով։ Հա, լինում է, որ հոգնում ես նույն աղոթքները, նույն բանի մեջ պայքարներ, ով է հոգնել նույն բանի մեջ պայքարելը։ Նույն բանի մեջ պայքարում ես, ոչինչ չի փոխվում։ Բայց շատ կարևոր է, որ եթե ոչինչ չի փոխվում, միգուցե դադարես պայքարելուց, բայց չդադարես Աստծուն նայելու։ Հա? Եվ Լիան հետաքրքիր էր նա, կարծես է դադարեց պայքարել, բայց ասում է, այս անգամ, մենք մի հատ այդպիսի երգ ունենք, եւ այս անգամ պետք է գոհանամ Տիրոջից։ Հիշում եք այդ երգը։ Գարքուրը այստեղ ներ համոզված են վերջում այդ երգը կերքեին։ Հետաքրքիր է, որ նա ասում է, այս անգամ ես պետք է գոհանամ Տիրոջից։ Գիտեք ինչու։ Որովհետև քո բոլոր ակնկալիքները դու կունենաս, երբ որ գոհանաս Տիրոջից։ Աստված չի դավաճանում, հա, Աստված մարդ չի։ Եվ գրված է եւ դադարեց, երբ որ գրված է ծնելուց, այստեղ այսպեսի մի խոսք է, եւ դադարեց պայքարելուց։ Պայքարից դադարեց պայքարել։ Եվ այսօր խոսքը վերնագրել եմ այսպես, կարող եք գրեք, ինքը համ վերնագիրը, համ աղոթք է, կարող եք շատ հաճախ ձեր աղոթքների մեջ այս տողերը ասեք, Տեր հանգստացրու իմ միտքը եւ իմ զգացմունքները, որ չխանգարեն ինձ հաղորդակցվել քեզ հետ։ Սա փոքր աղոթք է։ Տեր հանգստացրու, կամ էլ հանդարտեցրու, կամ էլ խաղաղություն տու, ոնց ուզում եք։ Ես մտածում եմ ճիշտ կլինի 3 բառերն էլ, որն ուզում ես օգտագործես, իմ միտքը եւ իմ զգացմունքները։ Որ չխանգարեն նրանք ինձ քեզ հետ հաղորդակցվելուց։ Լսեք, եթե Լիայի նրա զգացմունքներն ու նրա միտքը, հա, չհանգստանար, նրանք անպայման կխանգարեին, որպեսզի 4-րդ անգամ նա ասեր,
այս անգամ ես Տիրոջից պետքա գոհանամ։ Նա ուրիշ քայլի կգնար։ Եվ կարծում եմ, որ նա մեծ սխալմունքների մեջ կընկներ։ Ցավոք սրտի այսօր ցավոք սրտի եմ ասում, որ այսօր մեզանից շատերը հենց այդ սխալի մեջ են գտնվում։ Մեր միտքն ու մեր զգացմունքները շատ անհանգիստ են։ Նրանք շատ բորբոքված են։ Նրանք այրող կրակի նման այրում են մարդու ներսը։ Բավական է կողքից մի քիչ բզբզակ, ով գիտի, որ կրակը բզբզում ես ինչ ալնում։ Ինչ ալնում։ Ավելի է բորբոքվում։ Բավական է մենք հայերը սիրում ենք բզբզալը, չէ՞։ Մենակ կրակը չենք սիրում բզբզալը։ Մեկը մյուսին էլ ենք սիրում բզբզալը։ Բավական է մի քիչ բզբզած, կրակը մի անգամից ուժեղանում է։ Եվ սա շատ հաճախ խնդիր է լինում։ Եվ այսպես մի բան կարող եք նշել, ինչպես ուզում եք։ Անձնական տառապանքը, ցավը, դարդերը, նույնիսկ մեր հոգեբանական ցնցումները խլացնում են մեր հոգին, որ չլսի Աստծո ձայնը։ Կուրացնում է մեր հոգին, որ չտեսնի Աստծուն։ Գիտեք, հետաքրքիր է Լիան ինչ է ասում, ասում է Աստված միգուցե լսես, Աստված տեսնես, գործես, միաբանես, չէ՞, ասես աղոթում է։ Բայց շատ ժամանակ մենք չենք հասկանում, որ մեր անձնական տառապանքները, ցավը, դարդերը եւ մեր բոլոր հոգեբանական ցնցումներին, երբ որ մենք տեղ ենք տալիս, հենց դրանք պատճառ են դառնում, որպեսզի մեր հոգին կուրանա եւ խլանա եւ չլսի երբեք Աստծուն։ Խնդիր չկա, Աստված տեսնում է, լսում է, ամեն բան գիտի։ Մենք գիտենք, որ Աստված ամեն ինչ գիտի։ Խնդիրը մեր մեջ է, մենք ինչ գիտենք։ Մենք լսում ենք Աստծո ձայնը։ Կներեք, երբ որ բարկանում ես, այդ պահին դու ինչ ես լսում։ Հա? Աստծո ձայնը, որն ասում է Զավակս, դու օրհնված ես, ամեն ինչ լավ է, ես կարծում եմ ընդհակառակը, ուրիշ բան ես ասում, հələ վեր կաց դրան, ես ասա, են ասա, հա, տեղին պատասխան տուր, իմիջալոց, որպեսի դուք հասկանաք, Աստվածաշունչ հետաքրքիր մի բան ասում, օրհնության մասին, օրհնությունը ներգրված է երանելություն, բայց երանելի մարդը օրհնված մարդն է, ասում է երանելի են անմարդիկ, ում չարախոսում են, հայհոյում են, հալածում են, հա, ոնց, տենց օրհնություն կյանքում լսած կաք, պատկերացում մեկը քեզ ծեծում է, մոտենում է քեզ ասում է, դու երանելի ես, եղբայր, Աստվածաշունչ հենց դա է ասում, երբևիցե մտածել եք այդ մասին, երբ որ ձեզ չարախոսում են, հալածում են, նեղում են, նեղացնում են, երբևիցե դու մտածել ես, որ այդ պահին, որ դու երանելի ես, թե վիրավորված ես քեզ զգացել, ապրեք, անկեղծ լինենք, անձնական վիրավորանքը, տառապանքը եւ այլն, հոգեբանական այդ բոլոր ցնցումները կապ չունի ինչ, այդ իրավիճակները ցավոք սրտի եմ ասում, շատերիս կուրացնում եւ խլացնում է, ավելի ճիշտ մեր հոգին եւ փակում է մեր կապը Աստծո հետ անհնարին է դարձնում։ Դե մենք էլ չենք լսում Աստծո ձայնը, մեր էմոցիաները, մեր զգացմունքները, մեր միտքը իշխանություն են վերցնում մեզ վրա։ Ես չեմ ասում, որ դա բռնվածություն է սատանայից, բայց ես կարծում եմ դա սատանայի համար մեծ հող է, որտեղ որ նա կարող է գործել։ Հիշեցեք, շատ զգացմունքային մարդը
ով տարվում է իր զգացմունքներին, նրա միտքն էլ սկսում է թունավորվել։ Դու գիտեք, նրա մտածելակերպը փոխվում է, եւ մի ժամանակ է գալիս, որ մարդուն թվում է թե, հա, հոգեբանական հիվանդություններ կան, կոչվում են մանիա, преследование եւ այլն, լսած կլինեք։ Այսպես ասեմ, այսօր կան թմրանյութեր, որոնք երբ մի որոշ ժամանակ մարդ օգտագործում է, թմրանյութը ինչ է, մենք բոլորս մոտավորապես հասկանում ենք, մարդու ֆիզիկական ցանկությունն է, որ նա ցանկանում է այդ նյութը օգտագործել, որովհետեւ ինքը ինչ որ զգացմունքների մեջ հայտնվի։ Ընթացքում իր մոտ առաջանում է մի բան, միտք։ Իրան թվում է թե, սա ես որ ասում եմ, սա մասսայական է։ Այդ մարդկանց թվում է թե իրանց հետևում են։ Ու գիտեք ոնց։ Ինքը նորմալ վիճակում թմրանյութ չի օգտագործում այդ պահին, այդ ընթացքում, չէ՞։ Բայց իրան թվում է այն մեքենայի կանգնած իրան հետևում են։ Այն մի մեքենան, որ գնաց նրանք էլ ուրիշ են։ Թվում է թե մարդիկ են, իրանց համար ինքը ուրիշ եւ իր միտքը թունավորված է։ Մենք փառք Աստծո, մեզանից ոչ մի թմրանյութեր չի օգտագործում, բայց առօրյա կյանքում նույնպես թույլ ենք տալիս, որ մեր զգացմունքները թունավոր են մեր միտքը։ Եվ որ իշխանություն են վերցնում մեր մտքի վրա, սկսում են թունավորել։ Եվ դու չես հասկանում, եղել է, չէ՞, մարդիկ, որոնք զգում ես, որ իրանք ինքան շուտ են վիրավորվում։ Կարծես թե վիրավորող չկար, ուղղակի շատ որ կարելի էր, հաստատ գիտես, որ կարելի է չվիրավորել, բայց նա վիրավորում է, արդեն թույնը ներախոժը։ Եվ Աստվածաշունչը հետաքրքիր է, որ եւ Հիսուսն է ասում, եւ ընդհանրապես հայտնության գրքի մեջ է ասում է, ով ականջ ունի, թող լսի։ Ես նայում եմ, ոչ Վան Գոգին եմ տեսնում, ոչ էլ ականջ ոչ մեկին։ Բոլորս էլ ականջներ ունենք, ու երկու հատ։ Բախի Աստվածաշունչն ասում, ով ականջ ունի, թող լսի։ Բոլորս էլ ականջ ունենք, բայց ոչ բոլորս եք ունակ լսելու։ Այդ ինչ ականջի մասին է խոսում։ Միգուցե դա մեր հոգու ականջի մասին է խոսում, որը խլացել է։ Եվ ամբողջ գիրքը ընդհանրապես նոր կտակարան շատ անգամ Հիսուսն է կրկնում դա ասում, ով ականջ ունի թող լսի։ Հայտնության գիրքն ասում, ով ականջ ունի թող լսի, թե ինչ ասում հոգին եկեղեցուն կամ եկեղեցիներին։ Կարդացեք։ Բոլորս էլ ականջներ ունենք եւ աչքեր ունենք։ Եվ Աստվածաշունչ շատ տեղեր ասում են, ականջ ունեք չեք լսում, աչքեր ունեք չեք տեսնում։ Կորացած հոգիներ։ Դեք սպառող հոգիներ։ Դեք ապրում եք սպառող, ինչպես սպառելու համար է աշխարհի կյանք։ Սպառում ենք։ Հա? Մեզ վրա վաճառում են, մենք էլ սպառում ենք։ Երբ որ խոսքն ասում է, որ Աստված ձեր կարիքները կհոգա, դա խոսում է ընդամենը կարիքների մասին։ Բոլորս էլ կարիքներ ունենք։ Երբ որ Աստված հոգում է մեր կարիքների համար, դա նորմալ է։ Եվ խոսքն ասում, խոստացել է մեզ հոգալ մեր կարիքների համար։ Այսինքն, երբ որ սոված ես, Աստված խոստանում է քեզ հաց տա։ Կարիքը սա է, սիրելիներ։ Եթե ես սոված եմ, ես հաց ուտեմ։ Եթե ինչ շոր չունեմ հագնելու, շոր ունենամ հագնելու։ Բայց սպառողը ուրիշ է, որ ես այս շորիկը չեմ ուզում, ես բրենդային շորիկ եմ ուզում, որ այս հացը ես չեմ ուտում, ես խորոված եմ ուզում։ Գիտեք, եւ սա սպառողական բանի մեջ ամենակարևոր բանը, որպեսզի հասկանաք, անկշտությունն է, որ մարդ չի կշտանում, չի գոհանում։ Կներեք, սպառողական բանի մեջ ավելորդությունն է նաև։ Հիմա որ մի քանի բան ասեմ,
Դուք ինքներդ լավ կհասկանաք ով եք դուք։ Երբևիցե գնացել ես խանութ հաց առնելու, բայց խանութից ես դուրս ես եկել արդեն հենց միայն հացով չէ, էլի շատ բաներով։ Միշտ էլ տենց։ Իսկ եղել է որ գնաս մի շոր առնես, բայց մի անգամ հագել ես ու գցել ենք ում էլ չես հագնում։ Հա? Լավ եղել է որ գնացել ես այնպեսի մի հատ հեռախոս ես առել, որն այնպիսի ֆունկցիաներ ունի, որ կյանքում դու չես էլ օգտագործել։ Դու կարող ես քեզ մի 50 տարի պետք էլ չլինի։ Չեմ ուզում շատ բաների մասին խոսամ։ Չեմ էլ ուզում մեկին նեղացնեմ։ Դա նշանակում է, մենք սպառողական մոտեցում ունենք այս կյանքի նկատմամբ։ Շատ բաներ ենք ավելորդ անում, իրականում մենք դրա կարիքը չունենք, այսպես ասեմ, բայց անում ենք։ Ուրեմն ինչու է սա շատ վտանգավոր մեզ համար։ Կցանկանամ ձեզ հետ բացենք, գիտեք որտեղ ուրեմն երկրորդ Պետրոս ու առաջի գլուխ եւ կկարդամ 3 եւ 4-րդ համարները։ Գրված է որ ինչպես որ կներեք ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեցվեց այն ամենը որ կյանքի եւ աստվածապաշտության համար պետք է նրա գիտությունով որ մեզ կանչեց փառքով եւ առաքինությամբ։ Մի բան եմ ուզում ձեզ ասեմ։ Գրված է որ նրա աստվածային զորությունով շնորհեց մեզ ամենը, այսինքն ամեն ինչ, որ հարկավոր է, որ մենք կարիք ունենք կյանքի համար եւ աստվածապաշտության համար։ Այսինքն պակաս բան չունենք, Աստված հոգում է մեզ համար։ Բայց մենք չենք բավարարում։ Լավ, ուրիշ տեղ գրված է մեծ շահավաճառություն է, չէ՞։ Մեծ շահ է, հա։ Գոհություն ավելի ճիշտ ուրիշ ձև է գրված։ Աստվածապաշտությունը եւ գոհության հետ միասին, այդպես է, չէ՞ գրված։ Դա մեծ շահ է մեզ համար։ Այստեղ էլ տեսնում եք նույն միտքն է։ Ասում է Աստված իր զորությունով շնորհել է, նվիրել է մեզ, ձրիաբար տվել է։ Ինչը կյանքի եւ աստվածապաշտության համար ամեն ինչ։ Պակաս ոչինչ չկա։ Դու կարիք չունես, այն ինչ որ կարիք ունես Աստված տալիս է։ Եթե դրանից ավելին ես կարծում որ քեզ պետք է, դա արդեն սպառողական մոտեցում է։ Ավելորդություն է։ Տեսեք, որոնցով ամենամեծ եւ պատվական խոստմունքներն են տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինեք աստվածային բնությանը, սրբությանը, նրա բնությունը սրբությունն է։ Այդ խոստմունքների միջոցով մեզ տրված է, դա ոչ բոլորին է տրված, բայց ինձ ու քեզ տրված է, որ մենք հաղորդակից լինենք աստվածային բնությանը։ Ինչին է սա է պետք աստվածային բնությանը հաղորդակից լինելը, սիրելիներ, հարց առաջանում։ Հենա առանց դրա էլ հանգիստ լավ ապրում եմ։ Տեսեք, գրված է աշխարհի մեջ ցանկությունից եղած ապականությունից հեռու փախչելով։ Սպառողական ապրելակերպից, որպեսզի հեռու փախչենք։ Որ բավարարվենք Տիրոջից երկնային արժեքներով, երկնային այդ բավարարվածությունը զգանք, որ Աստված ունենք, էլ չմտածենք, որ մենք վայ, այն լավ մեքենայից էլ եմ ուզում, մեկից էլ եմ ուզում։ Այսպես ասեմ, ինքնահաստատման կարիք չունենանք։ Լավ բան եմ ասում։ Գիտեք, որ այսօր մարդիկ
այնպիսի հնարքներ են մտածում, որ հասարակության մեջ ինքնահաստատվեն։ Չեք նկատել մի տեսակ մարդիկ գժվել են։ Հա? Սոցիալական կայքերում եւ այլն փողոցները մազերին ես նայում, իրանց տեսքին ես նայում, հագուստին, վերաբերմունքի մի տեսակ գժված են, նորմերից դուրս, կուլտուրայից դուրս, մի տեսակ անհասկանալի։ Սա ինչ է ցույց տալիս։ Մարդիկ ինքնահաստատման կարիք ունեն։ Ուշադրության կարիք ունեն։ Բայց ես ու դու ովքեր հաղորդակցություն ունեն նրա բնության հետ, մենք չունենք ինքնահաստատման կարիք։ Մենք բավարարված ենք, մենք գոհությունով լցված ենք, մենք բավարարվում ենք դրանով։ Ինչպես չի շքեղ սեղանները շուրջ եմ, շքեղ ինչ որ ինձ պետք է միայն Աստծուն ճանաչեմ, սա է իմ փափագը։ Եթե քո հոգին կույր է, դու երբեք դա չես հասկանա։ Եթե մի անգամ Աստված երկնքից ինչն է ստե կանգնի, ու դու քո աչքերով ու ականջներով լսես, ու քո աչքերով տեսնես նրան, եւ նա ասի զավակ, երկնքում ես քեզ եմ սպասելու։ Ինչ եք կարծում, ձեր կյանքը կփոխվի, մեր կյանքը կփոխվի այդ պահից։ Մենք կվերանայենք մեր ապրելակերպը։ Իսկ երբ որ ես կարդում եմ խոսքը 2 Պետրոսի, որտեղ որ ասում է այդ խոստմունքներով, հա, մենք ունենք հնարավորություն հաղորդակից լինենք նրա աստվածային բնությանը, նույն բանն է ասում։ Հավատքով Հաշվի Աստված եկել կանգնել եւ տեսել ես եւ խոսել է քեզ հետ։ Ինչու՞ չի ազդում մեր կյանքի վրա։ Հարց։ Պետրոսն ասում է եղբայրներ Ֆիլիպեցիս 3:13-14։ Եղբայրներ, ես ինչ չեմ համանում, որ հասել եմ, բայց մի բան կա, հետևում թողածը մոռանալով դեպի Արջևում եղածներն եմ ձգտում, հետևում եմ նպատակակետին, Հիսուս Քրիստոսով դեպի վեր, երկինք, Աստծու կողմից կոչվելու մրցանակին։ Հետաքրքիր բան է ասում։ Պողոսը շատ հետաքրքիր բան է ասում։ Շատ եմ սիրում այս բանը։ Ասում այնպես չի, որ ես հասել եմ, դեռ շատ պիտի գնամ, բայց մի բան կա, Այսինքն անցյալը, այս պահը, նշանակակետ եմ անում, այս ստարտվի պլաշատկա եմ դարձնում, ոնց կնի ստարտվի պլաշատկան հայրեն, հենակետ եմ դարձնում, մոռանալով հետևինը, վազում եմ առաջ, ձգտում եմ առաջ, որպեսզի հասնեմ նպատակակետին։ Ուզում եմ մի քիչ մի երկու բան ձեզ ասեմ։ Պատկերացրու, երբ որ դու 20-30 տարեկանում ես, նայում ես քո 10 տարեկան կամ հիշում ես ինչ ես արել, բան, եկեք համաձայնվենք, շատ բաներ կա, որ հիմար բաներ ա եղել մեր կյանքում։ Հիմարություն արած կաս 10 տարեկանում, որ 20-ում հասկացել ես։ Մի քիչ էլ ես մեծանում, բան, մի 50 տարեկան ես դառնում, նայում ես 30 տարեկան հասակիդ ինչեր ես արել, հասկանում ես, որ շատ հիմարություններ ես արել։ Դե կա իմաստուն, կա հիմար, որը հականիշն է, չէ՞։ Կներեք, հիմա էլ մենք շատ հիմար բաներ ունենք, ուղղակի մի 20 տարի հետո ես դու հասկանալու, 20 տարի հետո նայել ես այդ նույն հիմարը դու այսօր ես, նո ես, ձեզ չեմ ասում, ես, ինձ եմ ասում, այս մարդը, Պողոսը, հետաքրքիր մի բան է ասում, ասում ես ամեն ինչ գիտակցում եմ, բայց հիմա ես մի նպատակ եմ դնում, որ ամեն ինչից վեր է, ամեն ինչից բարձր է։ Եվ մոռանում եմ ինչ եղել է, ոնց եղել է, ես չեմ ապրելու անցյալով, ես ապրում եմ միայն ապագայով։ Ու փափագում եմ ու ձգտում եմ։ Գիտեք ինչն է մեզ միշտ խանգարում անցյալից եկած։ Ասա Տեր հանգստացրու իմ միտքն ու իմ հոգին։
Որտեւ այնքան բաներ է լցված մեր մտքի մեր հիշողության մեջ։ Շատ մեր զգացմունքները, գիտեք, այնքան վարժված են արձագանքելու այս աշխարհում իրադարձությունների, վարժված։ Ես ոնց ասեք, եթե կենթանում այնա գիշատես կենթանում վերցնում են փուճուր ժամանակ տանում մի վանդակի մեջ պահում եւ վարժեցնում, ինքը դառնում է, ասեք, եթե դա առույցա փիսիկ է դառնում։ Մոտորապես էլի դե հասկանալի է, հա։ Ну, հաստատ չես համեմատի այն վայրի առույցի հետ, որին նույնիսկ իր տերիտորիային, հա, մոտենալով արդեն վտանգ է կյանքի։ Իհարկե, լինում է, որ սրանք էլ են շարքի սահմաններից դուրս գալիս։ Գիտեք, որ մենք կորցրել ենք մեր իրական, հա, աստվածային, Աստված ոնց որ ստեղծել է, մեզ կորցրել ենք այդ էությունը եւ մենք վարժվել ենք այս աշխարհի մեղքի բնության կողմից։ Մեր այն զգացմունքները վարժված են։ Մենք գիտենք, որ մեզ վիրավորեն շատ արագ, պետք չէ մտածել։ Արդեն պատրաստի նույնիսկ բառեր ունես, ֆրազաներ ունես, որ քեզ մեկը մի հատ վիրավորեց, ինչ ասես, որ տեղը դնես։ Նույնիսկ սովորում են մարդիկ, հա, ոնց պատասխանել։ Այնքան դժվար է, որ Աստվածաշունչն ասում է, քեզ անիծողին անիծիր, ինչ անես, օրհնիր։ Չէ, աղոթիր իր համար, օրհնիր, ասենց է գրած, ասում, քեզ անիծողին օրհնիր։ Ուզում եմ մի հարց տամ։ Խնդրում եմ, ուշադիր լսեք, երբ որ կոնֆլիկտային իրավիճակների մեջ, կռիվների մեջ, ընկերակ, լեզվակռիվ, չեմ ասում։ Խնդրում եմ ուշադիր։ Կարաս այդ մարդկանց օրհնես ում հետ լեզվակռվի մեջ ընկնես։ Քեզ վիրավոր են։ Վիրավոր են գիտես ինչպես։ Հեսնես չէ։ Չասեն դու լավ մարդ ես, չէ։ Նսեմացներով, ցածրացներով վիրավոր են։ Ավելի վատ բառեր ասեն։ Գիտեք ինչու, որովհետև մեր միտքը վարժված են։ Եվ մեր հոգին կուր և խուլ է։ Որովհետև մենք չենք լսում Աստծո ձայնը։ Պատկերացրու, երբ որ մեկը քեզ վիրավորում է և նսեմացնում է, դու լսում ես Աստծո ձայնը, ասում է օրհնիր նրան։ Որովհետև խաղաղ, հանգիստ է քո հոգին, քո միտքը։ Բաց է, քո կանալը բաց է, հա, Աստծո հետ կապ կա։ Այդ ժամանակ գիտեք ինչի է նման, երբ որ քո հոգին կույր և խուլ է, դու կռվում ես մարդու մեջ, Աստված քեզ զանգ է ուղարկում, ասում է abonent недоступен։ Ժամանակավոր անհասանելի է։ Եվ գիտեք ինչ, հենց այն ժամանակ, որ ուզում է Աստված մեզ հետ խոսան, հենց այդ պահին ենք մենք անհասանելի։ Այն լավ, երբ որ ամեն ինչ լավ է, գործերդ լավ է, ամեն ինչ խաղաղ է, քեֆ ուրախություն է, բան, բաց ես Աստծո համար, բայց Աստված այդ ժամանակ չի խոսում, դե ինչ խոս, այն ամեն ինչ լավ է։ Դու կարիք էլ չունես, Աստված ինչ խոս է։ Ինչ ասի քեզ։ Բայց երբ որ վատ է, և բաժանորդը անհասանալի է, Աստված հետ ժամանակը խոսում, զանգում։ Մեր եղբայրը մի քանի օր առաջ կորել էր, մի քանի ժամով բաժանորդը անհասանալի էր։ Ինչքան հարազատ մարդ ունի, 50 անգամ զանգել էին իրան, բայց ինքը անհասանալի էր։ Այդ ձևել մենք
որ կորում ենք, կլանվում ենք այս աշխարհից։ Մենք անհասանելի ենք Աստծո համար։ Զանգում, բաժանորդը անհասանելի է։ Գոհար չկա։ Հա, Մերիկոր ջան։ Եվ սա շատ վտանգավոր է։ Շատ վտանգավոր վիճակ է, սիրելիներ։ Եվ որ Նեեմիա գիրքը կարդաք, այնքան սիրում եմ այդ Նեեմիայի գիրքը, շատ ուժեղ գիրք է, շատ եմ սիրում, շատ կարդացել եմ, համ էլի անդադ ուզում եմ կարդամ, հետև այս Նեեմին ընդհանրապես իր համար լավ ապրում էր, էլի, լավ, թագավորական պալատներում, թագավորը է տալիս առնում էր, հասկանում եք, և որ կարդում եմ սեց, ասեք, այդ Իվան Վարանաևին եմ հիշում, որ Ամերիկայում շքեղության մեջ ապրում էր, հելավ եկավ Սերժ Կագեբեի պատվալներում շները հոշոտեցին կերան։ Ասեք, լավ կյանքը, գիտեք, այսօր տենդենցիան ուրիշ է, ընդհակառակ վատից քրիստոնյաները, թեկուզ չեմ կարծում, որ դա Աստված ավարկ, բայց ասում են Աստված մեզ ուղարկում է լավ տեղ, լավ կյանքի, ծառայելու, դե վատ բանի համար չեն գնում հանցագործություն անեն, բայց գնում են ծառայելու, ավետարանելու։ Չգիտեմ, Նեեմիան լավ ապրում էր, բայց մեկը եկավ պատմեց, ասում է Երուսաղեմի վիճակը վիճակ չի, քանդված է սաղ, վառված, քարերը վառված, մոխիր դառած։ Տխուր եկավ, ցույց չէր տալիս, բայց թագավոր աչքերի մեջ տես ասեց, Նեեմիա, այս ի՞նչ վիճակ է։ Այս խի ես տխուր, ախպեր ջան։ Հարգում էր իրան։ Դե Նեեմիան ասում է, դե սենց բան, հետաքրքիր է, թագավորը մի հարց է տալիս, այս ինչ ես կամենում։ Ինչ ես ցանկանում անես։ Լավ, խնդիր կա։ Ժողովուրդ ջան, կարևորը որ խնդիր տեսնում ես, հասկանաս ինչ ես կամենում։ Նեեմիան ասում է, ինչ եմ կամենում, ուզում եմ գնամ այդ քաղաքը շինեմ։ Այդ Պարիսը շինեմ։ Թագավորն ասում է, խնդիր չկա։ Վերջը, գլուխները չեմ ցավացնում։ Նեեմիան գալիս է, ժողովրդին միաբանում է։ Նորից, սա այնքան եմ նմանացում եկեղեցու, ներգրաված է քահանաները, ոսկերիչները, առևտրականները, բոլոր մասնագիտության մարդիկ կառուցում էին Երուսաղեմի պատերը։ Բոլորս մի մեջ շինարարության մեջ կանչված ենք։ Կապ չունի քո ինչ մասնագիտությունն ես, վարսավիր ես, քարտաշ ես, չգիտեմ, կոշկակար ես, թե քահանա ես։ Գիտեք ինչու է կարևոր սա։ Ուշադիր լսեք, այդ գիրքը որ կարդաք կլսեք։ Որտեւ Նեեմիան ասում է, ամեն մեկը ասում է, ձեր եղբոր համար կռվեցեք։ Լսեք։ Հետո ասում է, ձեր զավակների դուստրների համար, ձեր կանանց համար եւ ձեր տան համար։ Նրանք այդ քաղաքում էին բնակվում, այդ քաղաքի ամբողջ պաշտպանությունից էր կախված իրանց բարեկեցությունը։ Մարդիկ այնքան էգոիստ են այսօր, առաջնահերթ իրանց տունն են պաշտպանում, խի եմ ասում տունը, որովհետև տան քարերի համար ծնողները երեխաներից, աղբերը աղբորից, քուրը եղբորից, կռվում, վերջ քանդում գնում են, չէ՞։ Մարդիկ այնքան էգոիստ են, ամեն ինչ թարս է, սատանայի ուզածն է, չէ՞ ամեն ինչ թարսի, ուրիշ հակառակ հերթականությունով մատակցում է այս աշխարհին։ Նեեմիան ասում է, սկզբից ասում է եղբորդ, ինչու եղբորդ, որովհետև կռվում են միշտ եղբայրները թշնամիների հետ։ Եվ երկու եղբայր, երբ որ համաձայնվում են, նրանք պաշտպանում են իրենց ընտանիքները, իրենց զավակներին, իրենց կանանց։ Աղբերներ, ձեզ եմ ասում, հոգևոր կյանքի մեջ էլ այդպես, եղբայրներն են կանգնում, և իրենց տներն են պաշտպանում, բայց կառուցելով Երուսաղեմի պատերը։ Լավ, էդ էլ առաջ գնացինք։ Գրված է, որ, ասեք, մեկի անունն է գրած, չէ, ցեղի մեծի,
առաջնորդի անունա գրած։ Գրած է ինքը, ասեք, մնացական եղբայրը իր ընտանիքով կամ եղբայրների հետ կամ իր դուստերների հետ, նույնիսկ քույրերը կառուցում են այդ պատը։ Ամենահետաքրքիր բառը, որ ես շատ եմ սիրում, ասում է նրա կողքին կառուցում էր Գարի եղբայրը իր ընտանիքով, նրա կողքին Արմեն եղբայրը, նրա կողքին, նրա մոտ, իրար հետ միասին։ Դուք պատկերացրեք պատ են կառուցում, մեկը թամբալ է, գործ չի անում։ Ընդհանուր քաղաքի պատը։ Մեկը գործ չի անում։ Ում է պետք է այդ պատը, եթե Արտակ եղբայր, եթե դու չկառուցես։ Մենք սաղս կառուցում ենք, Արտակը թամբալություն է անում, քեֆ է անում, ինքը ամբողջ օրը խորոված է ուտում, պատը չի կառուցում։ Թշնամին կօգտվի դրանից։ Չէ՞։ Տեսեք, շատ եմ սիրում այս պահը, եւ գրված է, երբ որ հակառակորդները տեսան, որ նրանք կառուցում են այդ պատը, շատ բարկացավ։ Եվ գրված այդ թագավորի մոտ մեկն է կար, էլի նրա մոտ, տեսեք, սեղ մի եղբայր մեկի մոտ կառուցում էր, թշնամու մոտ էլ մարդիկ կան, որ խորհուրդներ են տալիս։ Գիտես ինչ ասում։ Ասում է թող կառուցեն, աղվեսները կգան եւ իրենց քարե պատերը կքանդվեն։ Աղվեսները, հələ պատկերացնում մի աղվես կբարձրանա այդ պատի վրա, պատը կքանդվի։ Չարաչար սխալվում են։ Այն պատերը, որը կառուցում են, այն քարի վրա եւ միաբանության մեջ, ոչ թե աղվեսները, այլ երկրաշարժերներ չեն կարող քանդել։ Եվ գիտեք հետո ինչ անում։ Եվ Նեհեմիան այսպեսի մի բան ասում։ Այսքանը պատմեցի, որպեսզի այս վերջաբանը։ Ասում այս պատը շատ լայնարձակ է, մեծ է։ Աշխատում եք հեռու տեղերում։ Բայց իմ կողքին ասում է փող փչողի մոտ է։ Երբ որ փողի ձայնը լսեք, բոլորդ կհավաքվեք եւ Տերը կպատերազմի մեզ համար։ Ժողովուրդ ջան, իրեք մենք էլ եք սաղորը փող հնչեցնում, ասում եք ժողովուրդ ջան, հավաքվեցեք մեկտեղ, որ Տերը պատերազմի մեզ համար։ Բայց նայում ես աջ, նայում ես ձախ, տեսնում ես աթոռները դատարկ են։ Եվ ուզում ես աղոթես, ասես Տեր, հանգստացրու իմ միտքն ու իմ հոգին, որ նրանք խոչընդոտ չդառնան, իմ միտքն ու իմ զգացմունքները ավելի ճիշտ, տեսեք, զգացմունքները, այսինքն ցանկությունը իմ, որ հանդարտվի։ Ուզում եմ մի բան ասեմ, էլի, ուղղակի, որպեսզի հասկանաս քո ցանկությունը ինչքան վտանգավոր է։ Եղել է, որ գնում ես ուտելիք ես առնում, սոված ես, կարիք ունես ուտելիքի, բայց այնքան ուտելիք ես վերցնում, որ հասկանում ես, որ այդքանը ուտելուց հետո հասկանում ես, որ շատ էր։ Եղել է, թե չի եղել։ Եղել է, որ ամենի հեռախոսը ունես, նորմալ, օգտագործում ես, բայց նոր մոդել է դուրս գալիս, թարսի նման, նոր էր առել, բայց քունը չի տանում, որովհետև նոր մոդել է դուրս եկել։ Եղել է։ Լսեք, Տեր հանգստացրու իմ միտքն ու իմ զգացմունքները, որ նրանք չխանգարեն ինձ քեզ հետ հաղորդակցվել, որ իմ հոգին չկուրանա, որ չխալանա իմ հոգին, քո մեղմ քաղցր ձայնը լսեմ, այս աշխարհի աղմուկի մեջ, այս աշխարհի այդ կեղծ փայլի մեջ քո ճշմարիտ լույսը հանկարծ չկորցնեմ։ Ենք բոլորս կարծում եմ սրա մեջով անցնում ենք։ Լավ է, որ անկեղծ լինենք, լավ է, որ լսենք, ինչպես խոսքն ասում, ականջ ունեցողները թող լսեն։